201 մայրը 24 տարեկան է, դուստրը 4 անգամ փոքր է մայրիկից, քանի տարի առաջ էր դուստրը մայրը դուստրից մեծ 8 անգամ, քանի տարի առաջ էր։ Հիմա հակառակ գործողությունն ենք կատարելու։ 28-ը բաժանում ենք 4-ի, որ իմանանք դուստրը քանի տարեկան է։ Հիմա 28-ից հանելու ենք 1, 7-ից հանելու ենք 1, 27-ից հանելու ենք 1, 7-ից հանելու ենք 1։ Չնայած կարելի է կատարել, որպեսզի հանումները չկատարեն, կարելի է կատարել ընդամենը հետ հաշվարկ։ Եթե մայրը 28 տարեկան է, դուստրը 7 տարեկան է, մի տարի առաջ մայրը 27 տարեկան էր, դուստրը 6 տարեկան էր։ Մայրը 26 տարեկան էր, դուստրը 5 տարեկան էր, մայրը 25 տարեկան էր, դուստրը 4, մայրը 24 տարեկան էր, դուստրը 3 տարեկան էր։ Այստեղ մենք կարող ենք նկատել, որ 24-ը բաժանվում է 3-ի, 25-ը 4-ի չի բաժանվի, 26-ը 5-ի չի բաժանվի և այսպես 24-ը բաժանած 3-ի հավասար է 8 անգամ մեծ էր։ Հիմա հաշվում ենք, թե քանի տարի առաջ, 1, 2, 3, 4, 4 տարի առաջ։ 202, 203, 204 և 205 առաջադրանքներ են նմանատիպ, առաջադրանքներ են դասարանային, որոնց արդեն նման բանավոր բացատրեցի, ես մնացածն արդեն դասարանային ինքնուրույն կարող են գրել։ 206, 300 գրամ կոնֆետների տուփում կա 12 կոնֆետ, որքանը մեկ կոնֆետի զանգված է, 300-ը բաժանում ենք 12-ի, հավասար է 25 գրամ։ 207 Տուփի մեջ կան 4 կարմիր և 4 կապույտ գրիչներ։ Առանց նայելու ամենակիչը քանի գրիչ պետք է վերցնել, որպեսզի վերցրած գրիչների մեջ հաստատ լինի։ Առաջին՝ տարբեր գույնի 2 գրիչ, երկրորդ՝ միևնույն գույնի 2 գրիչ։ Պատկերացնենք 4 հատ կարմիր և 4 հատ կապույտ։ Հնարավորության դեպքում ամենակիչը հնարավոր է վերցնել քանի գրիչ պետք է վերցնել, որպեսզի վերցրած գրիչների մեջ հաստատ լինի։ Առնվազն պետք է 5 գրիչ վերցնել, որպեսզի վերցրած գրիչների մեջ լինի 2 տարբեր գույնի գրիչ կամ միանման 2 գույնի գրիչ, քանի որ եթե 4 գրիչ վերցնենք, հնարավոր է 4-ն էլ կարմիր կամ 4-ն էլ կապույտ դուրս գան, իսկ եթե 5 գրիչ վերցնենք, հնարավոր է, որ 4-ը կարմիր դուրս գա, մեկը կապույտ կամ 4-ը կապույտ, մեկը կարմիր։ Խնդիր 208 Գյուղացին վաճառում է 2 տեսակի ընկույզ, առաջի տեսակի 1 կիլոգրամը 90 ցենտներով, երկրորդ տեսակի 1 կիլոգրամը 60 ցենտներով։ Նա ցանկանում է գնել 1 կիլոգրամ 72 ցենտ արժողությամբ 50 կիլոգրամ վառելիք, դրա համար յուրաքանչյուր տեսակից որքան ընկույզ պետք է նա վաճառի։ Նախ և առաջ մենք պետք է հասկանանք, թե 72 ցենտ արժողությամբ 50 կիլոգրամ վառելիքի համար որքան պետք է վճարի ընդհանուր գյուղացին։ Դրա համար առաջին հարցով 72-ը բազմապատկում ենք 50-ով, հավասար է 3600 ցենտ։ Այնուհետև, քանի որ մենք պետք է իմանանք, թե յուրաքանչյուր տեսակից քանի կիլոգրամ պետք է վաճառի, 3600-ը բաժանում ենք 2-ի։ 3600-ը բաժանում ենք 2-ի, հավասար է 1800։ Այսինքն 1800 ցենտով ցենտ պետք է վճարի վաճառելով 90 ցենտներանոց ընկույզը և 1800 ցենտ պետք է վճարի վաճառելով 60 ցենտանոց ընկույզը։
Երրորդ հարցով 1800-ը բաժանում ենք 90-ի, հավասար է 20 կիլոգրամ։ Չորրորդ հարցով 1800-ը բաժանում ենք 60-ի, հավասար է 30 կիլոգրամ։ 20 կիլոգրամ 90 ցենտանոցից, 30 կիլոգրամ 60 ցենտանոցից։ 209 27000 դրամ գումարը բաժանիր Ա. Երկու մարդու միջև 4-ը 5-ի հարաբերությամբ, 4-ի հարաբերությունը 5-ի և 3 մարդու միջև Բ. 2-ի, 3-ի և 4-ի հարաբերությամբ, 2, 3 և 4 հարաբերությամբ, 27000 գումարը։ 4-ին գումարում ենք 5, ընդհանուր ունենում ենք 9 մաս։ Այնուհետև 27000-ը բաժանում ենք 9-ի, հավասար է 3000-ի։ 3000 անգամ 4 հավասար է 12000, 3000 անգամ 5 հավասար է 15000։ 2 գումարած 3 գումարած 4 հավասար է 9, 2 գումարած 3 գումարած 4 հավասար է 9։ 27000-ը բաժանած 9-ի հավասար է 3000, 3000 անգամ 2 հավասար է 6000, 3000 անգամ 3 հավասար է 9000 և 3000 անգամ 4 հավասար է 12000։ 210 Մարդատար գնացքը շարժվելով 125 կմ/ժ արագությամբ երկու կայանների միջև ճանապարհն անցավ 3 ժամում։ Քանի ժամում այդ ճանապարհը կանցնի բեռնատար գնացքը, եթե վերջինիս արագությունը 75 կմ/ժ է։ 125 կմ/ժ արագությամբ անցել է 3 ժամում մարդատարը։ Բեռնատարը 75 կմ/ժ արագությամբ կանցնի հարցական ժամում։ Նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, թե մարդատար գնացքը քանի կիլոմետր է անցել, այսինքն երկու կայանների միջև եղած հեռավորությունը որքան է։ 125 անգամ 3 հավասար է 375 կիլոմետր։ Այնուհետև 375-ը բաժանում ենք 75-ի։ Հավասար է 5 ժամում։ 213 6 հնձվորը դաշտը հնձում են 18 օրում, քանի օրում այդ նույն դաշտը կհնձեն նույն արտադրողականությամբ աշխատող 9 հնձվորը։ Նույն գործողություններն ենք կատարում, որը որ կատարեցինք 211 առաջադրանքի ժամանակ 6 անգամ 18 բաժանած 9-ի հավասար է 12 օր։ 214 Կարտոֆիլը պարունակում է 20% օսլա, քանի կիլոգրամ կարտոֆիլ կստացվի 600 կիլոգրամ կարտոֆիլից կստացվի 600 կիլոգրամ օսլա։ Փաստորեն ստացվել կարտոֆիլի պահանջվելիք կարտոֆիլի քանակի 600 կիլոգրամը դա այդ կարտոֆիլի 20%-ն է։ 600 բաժանած 20-ի անգամ 100%, հավասար է, սա մեր 214 առաջադրանքներ, հավասար է 3000 կիլոգրամ։
այսինքն 3000 կիլոգրամի 600 կիլոգրամը օսլան է։ (215) Գարու աղալուց ստացվում է 75% ալյուր, որքան գարի պետք է աղալ 1 տոննա ալյուր ստանալու համար։ Կրկին, 1 տոննան մեզ մոտ 1000 կիլոգրամ է, 1000 կիլոգրամի 75%-ը պետք է ալյուր լինի, այսինքն 1000-ը բաժանած 75-ի անգամ 100 հավասար է 1,1/3 տոննա։ (216) Ցորենի աղալուց ստացվում է 80% ալյուր, որքան ալյուր կստացվի 1 տոննա ցորեն աղալուց։ 1 տոննա ցորենը 1000 կիլոգրամ է, 1000 կիլոգրամի 80%-ը 800 կիլոգրամն է, այսինքն 1 տոննան վերցնում ենք 100%-ը, 100-ի 80%-ը 800 կիլոգրամն է։